Արվեստի աշխարհային լայնածավալ ու բազմաբովանդական դաստանն է, որ ունի սկիզբ, բայց չունի ավարտ։ Յուրաքանչյուր քաղաքում գոյություն ունեն արվեստի կենտրոններ, դպրոցներ, երաժշտական դպրոցներ, մշակույթի տներ եւ այլն։ Սա հնարավորություն է երեխայի առջև բացելու անծայրածիր հորիզոններ։ Այս թեմայի շուրջ հարցազրույց ունեցանք արվեստագետ Սարուխան Ղարսլյանի հետ։ Գիտեք ինչ, իմ կարծիքով ես կարող եմ ասել, որ արվեստը երևի մարդու երկրորդ կյանքն է։ Մարդը ունի արվեստից հասկացողություն, գաղափար, այսինքն սիրում է այդ արվեստը, ոնց կարելի օրինակ չսիրել թատրոնը, ոնց կարելի չսիրել մեր հայկական պարը, երաժշտությունները։ Դա երկրորդ կյանք եմ համարում մարդու ապրելակերպին։ Ու ես իմ փորձից ուզում եմ ասել, որ ես այդ արվեստի մեջ, ասինքն չեմ ուզում ասել, որ ինչ-որ մենք բաներ ունենք, բայց ես արվեստի որպես փոքրիկ մասնիկ համարյա եղել եմ երկրագնդի օրինակ Ավստրալիայում, եղել եմ Հնդկաստանում, եղել եմ Սինգապուրում, հենց արվեստի այդ գծով, երբ որ աշխատում էի Վրաստանի, դուք գիտեք, Zakavkazki վայրենի օկրուգի անսամբլի, երկիպարի անսամբլի մեջ։ Ու գիտեք ինչ, 77 տարեկան եմ, բայց մենակ հուշերիս մեջ մնացել է այդ դեպքեր, որ եղել եմ Սինգապուր, եղել եմ Ավստրալիա, Մելբուրն քաղաք, որտեղ 15,000 ջան այն ժամանակ 79 տարի, ուղրում էին 15,000 ջան հայ, որ տեսնում էին կային մարդիկ, որ ասում են 10 տարի, 11 տարի հայ տեսած չեն գալիս, իրենք են լալիս եւ մենք։ Գիտեք ինչ, Մելբուրն քաղաքում կա ստադիոնը, որտեղ որ մուտքի մոտ մենց նագարը Ենգիբարյան, այսինքն մեր ակտյոր Ենգիբարյանի մասին է խոսքը, որ գալիս էր, մոտենում էր մի 20 մետր մնում, որ ներս մտնես, այնտեղ Արամ Խաչատրյանի սուսերով պարներ գնում։ Եվ ես հիշում եմ հայրս փաթաթում իրար ուրախության լացեր, որ Մելբուրն քաղաքում Վիկտոր Համբարձումյան ասենք բան է մեծ Մերգելյանների բաներին չգիտեին այդքան, բայց Ենգիբարյանին, Արամ Խաչատրյանին ինչ եմ ուզում ասել, որ արվեստը համել ամբողջ ժողովրդին, ամբողջ երկրագնդի ժողովրդին միասնական ուժ ունի, որովհետեւ ճանաչեն, ասենք, ու ամեն արվեստ իր չափանիշն ունի եւ իր ձևը, այսինքն հայկական արվեստը, վրացական արվեստը տարբերվում են իր մեկը մեկից, օրինակ վրացական արվեստից կարող եմ ասել, որ Սոխիշվիլի այդպես կետ չկա, որ Սոխիշվիլի երկիպարի անսամբլը այդպես կետ երկրագնդի վրա չկա, որ եղած չեղնի։ Այ արվեստը էդ է, հենց միասնական ուժ, ձգտում ենք, որ չմերցնենք էլի այդ ցավալին են է, որ գիտեք ինչ, պայմաններ էլ պետք է այդ արվեստը զարգացնելու համար, մի քիչ էլ պայման է պետք։ Հիմա օրինակ Հայաստանի սերիալներ մեր տիգինն է բանանում, ես հեչ մեջը բան չեմ տեսնում, մենակ միլիոններս ինչ եղավ, բան, մորթոց, սպանոց, բան, այդ ասում եմ մարդ հələ մի հատ Պեպո, մի հատ հələ Սայաթ Նովայի բանի մեկ կարգնեք, թեկուզ 10 անգամ էլ որ նայես, էլի կնայվի, բայց սրանցը մենակ չգիտեմ այդ կինոները, թե մոդա է դարձել, արվեստն էլ երևի դարձավ բիզնեսով արվեստ, ես չեմ համարում արվեստ։ Արվեստը հասարակության եւ մշակույթի մեջ ստեղծագործական տեսության եւ ֆիզիկական արտահայտման ձև է։ Արվեստի հիմնական բաղադրիչները ներառում են գրականություն, այդ թվում պոեզիա, արձակ եւ այլն, կատարողական արվեստ, որոնց թվում երաժշտություն, պար եւ թատրոն, ինչպես նաեւ նկարչություն, լուսանկարչություն, կերամիկա, քանդակագործություն եւ ճարտարապետություն։ Այս բոլորը միասին այսօր ներառված է հանրային դպրոցներում, որի կարևորությունը մեծ է երեխայի զարգացման գործում։ Այս գաղափարը փաստեց նկարիչ, նաեւ արվեստի ուսուցիչ Հմայակ Գրիգորյանը։ Արվեստը շատ կարևոր է, նախ հանրակրթական հաստատության մեջ։ Շատերը, որ արվեստ մենք ասում ենք, հասկանում են միայն նկարչություն։ Ոչ, սա սխալ երևույթ է, որովհետև արվեստը դա մարդկության ծագման օրվանից մինչ այժմ մարդ անհատը ինչ որ արել է, ստեղծել է, արարել է,
Սա արվեստի ոլորտ է, բոլորը։ Չթվա թե որևիցե գիտություն առանձին է։ Կլինի մաթեմատիկա, ֆիզիկա, կենսաբանություն, թվաբանություն, աշխարհագրություն, աստղագիտություն, երգ, պար, գրականություն եւ այլն եւ այլն։ Սրանք բոլորը առանձին արվեստի ճյուղեր են, ուղղություններ են, որտեղ արվեստ բառը ինք իրենից նշանակում է արարման ձև։ Եվ այս ձևերն ու տեսակները շատ կարևոր է, որ արվեստագետը գիտենա, դե բնականաբար ֆիզիկապես հնարավոր չի բոլոր ոլորտները փայլուն տիրապետել, բայց գոնե գաղափար դարական բաներից, գոնե միջին բաներից պետք է մարդ ունենա, որպեսզի երեխուն ձևավորելու ժամանակ սա ճիշտ արտահայտի, օրինակ, ասեմ, տեսնում եք, ես ասենք տառադարանն եմ ձևավորում հայկական այբենարանի եւ այստեղ 8 հոտնուկ եւ 8 հասկացողությունը 8-80-ը կա։ Եթե մենք չուսումնասիրենք ուրեմն կենթանաբանությունը, կենսաբանության առարկան, չի տերապետի նկարիչը, նա նկարիչ չի կարող լինել։ Բույսը ծաղիկի եթե չունենա ժամանակին ուսումնասիրած, նա չի կարող անել։ Դրա համար էլ արվեստին պետք չէ նայել միայն նկարչության տեսակետից։ Մենք ժամանակին տարել ենք շատ բազմատեսակ, բազմապիսի, մանրակրկիտ, նույնիսկ զննաղական աշխատանքներ, դասեստուն էին գալիս բույսերի այսպես փոքրիկ հատվածներ, պոկում էին, գնում էին տուն եւ դա մանրակրկիտ ուսումնասիրվում էր, նկարվում էր, արվում էր, նրա պլաստիկան, կառուցման ձևը, ֆորման եւ այլն, գույնը, երանգը նույնիսկ եւ դրանք այսօր մեզ օգնության են գալիս։ Եվ նկարչությունը միայն միրգ նկարելով չի, հենց այդ բնության բոլոր մասնիկներն ու էությունները պետք է ուսումնասիրած լինես, որ քո այդ գիտելիքը, իսկ երբ որ ուսումնասիրում ես տվյալ ոլորտի եւ գիտության մասին, դու շատ տեղեկություններ ես ստանում, շատ ավելին, քան ասենք կողքից նայողը։ Նույն պատմությունը, գրականությունը, լեզուն, սրանք արվեստի ոլորտներ են։ Դրա համար լինել արվեստի ուսուցիչ, այսինքն գոնե տիրապետել որոշակի առարկաների, այսպես փնջի, բույլի, դա կարևոր է, որ նկարչության միջոցով կամ արտահայտելա ձևի պատմության, օրինակ հիմա դուք տեսնում եք արվեստի առարկան հանրակրթական հաստատություններում սա միայն նկարչություն չի, ընդհանրապես տարական դասարաններում է նկարչական ունակությունների մասսայական ձևավորում, սակայն միջին եւ բարձր դասարաններում լրիվության պատմություն, գրականություն, թատրոն, կինո, ճարտարապետություն եւ այլն, այսինքն արվեստն այնքան լայն է ճյուղը բացում իր, որ ընդգրկում է բոլոր տեսակի գիտությունները։ Այնտեղ եւ ֆիզիկա կա, եւ քիմիա կա, եւ ճարտարապետություն կա, եւ պատմություն կա, եւ աշխարհագրություն կա, ինչպես խոսել մի մայրաքաղաքի մասին, երբ որ դու այդ մայրաքաղաքի տեղը չգիտես կամ պետության տեղը չգիտես քարտեզի վրա։ Դրանք պետք է բոլորը ունենաս։ Այնպես որ եթե որևիցե մեկը թերագնահատում է արվեստի մասնագիտությանը, ուրեմն մեծապես չէ, ամբողջովին թյուր ձևավորված է, որովհետև մարդ պետք է գաղափար ունենա։ Սա է կարևորությունը։ Աշխարհի գույները վառ են ու անթափանց։ Նրանցում կարելի է մխրճվել ու մագլցել դեպի անհաս բարձունքներ։ Արվեստը այն ոսկե բանալին է, որը կարող է բացել այս ամենի դռները։ Մնում է ամուր կառչել արվեստի հասանելի ճյուղերից ու լինել կյանքում բանիմաց։ Այսօր մեր պետության հանրային դպրոցները տալիս են այդ հնարավորությունը։